Ռազին տեսել եմ մարտի 8-ին, արդեն մեր տանը, հյուրեմ եկել այդ օրը ու այդ օրն եմ հանդիպել իրեն, շատ անմիջական, մենք այդ օրը լուսանկարվեցինք նաև, մտածում եմ երևի պատահական չէր, որ այդ օրվանից գեղեցիկ հուշ մնաց մեր միասին լուսանկարը, Ռազը շատ անմիջական էր ու փորձում էր այնպես անել, որ ես ինձ կաշկանդված չզգամ, լավ զգամ, առհասարակ ինքը շատ նրբանկատ էր։ Օրն էլ շատ հիշարժան էր, ծաղիկներ էր բերել, փոքրիկ, ինքը իսկապես գիտեր սիրել, թե սիրած աղջկան, թե մորը, թե հորը, առհասարակ եմ ասում, ոչ թե իր մամային, պապային, այլ առհասարակ։ Եղբորը, ընկերոջ ինքը իսկապես գիտեր ինչպես են սիրում։ Իր նպատակները հենց տնից սկսած էին, ինքը քանի որ ընտանիքի փոքր տղան էր, այսպես խոսում էր, որ ինքը այս տունը ինչպես պետք է սարքի, վերակառուցի, տարիներ անց ու մտածում էր, որ եղբայրներով երբ հավաքվենք, բակի կահավորանքից, տան կահավորանքից սկսած ինչպես պետք է լինի, նաև նշեմ, որ ինքը գինեգործության բաժնում է սովորում ու իր մասնագիտության հետ էլ կապված շատ նպատակներ ուներ, ինքը բավականին երկար ժամանակ զբաղվել է ֆուտբոլով, նպատակ ուներ նաև բանակից հետո զուգահեռ շարունակել ֆուտբոլը, նպատակները նաև դրա հետ էին կապված ու իր անձնական կյանքը։ Ռազին եթե դրսում ինչ-որ մեկը տեսներ ու իրեն չճանաչեր, ինքը վստահ Ռազի կեցվածքից կարող էր ասել, որ Ռազը ֆուտբոլիստ է, շատ ճարպիկ էր ինքը և շատ ջկուն միևնույն ժամանակ, հոգով սրտով ֆուտբոլը կարծես իրենը լիներ ու պատահական չի ինձ թվում է, որ ինքը ֆուտբոլ է սիրում, որովհետև ֆուտբոլ խաղալու համար էլ չէ, մարդը պետք է մտածող լինի, տրամաբանող լինի, իսկ ինքը իրականում հենց այդպիսին էր։ Դեպքից հետո մեր Օշականի ֆուտբոլի դաշտը կոչվեց Ռազմիկ Գալստյանի անունով։ Ֆուտբոլից առաջ Ռազը նաև հաճախել է կարատեի, բայց դա մի փոքր ավելի կարճ ժամանակ է եղել։ Ինքը իրենից մեծ երկու եղբայր ուներ, մենք շատ ավանդապաշտ, չվախեցող, իսկապես արժևորող հայրենիքը ոչ թե խոսքերով, այլ գործերով ընտանիքում ենք ապրում ու ինքն էլ այդպիսի ընտանիքում է ծնվել ու իր աչքի առաջ իր երկու եղբայրները ծառայել են, իրենցից ոչ մեկ չէր բացակայել այսպես ասած ծառայությունից ու ինքն էլ մեծանալով նման ընտանիքում, ինքը ընտանիքի երրորդ երեխան էր, չի խուսափել ծառայությունից ու ինքն էլ պատրաստական, այդպես ոգևորված գնացել է ծառայության, նույնիսկ ինքը հրահանգավորում էր մեզ, որ գնա բանակ գա ծառայությունից հետո ինչպես պետք է անենք, ինչ պետք է անենք, միայն այդ օրը, որ պետք է իրեն տանեին, մեքենաները դրսում էին, կարծես այսպես փոքրիկ կայոտ լիներ, ինքը բակում հեռախոսով էր խոսում, ոնց որ ոտքը մի քանի րոպե գցեր, բայց շատ նպատակներ ուներ, թե ծառայությունից հետո, թե ինքը, թե մենք ընտանիքով ինչ պետք է անենք։ Ամեն դեպքում, բայց ինքը որ գնում էր ծառայության, իր սիրտը կարծես տանը լիներ, մեկ կատակով մամային էլ էր ասում, որ տանը տեսախցիկներ պետք է դնի, որ այնտեղից հետևի այստեղ, թե մաման ինչ է անում։ Ռազը ծառայել է Մարտունի 2-ում, ինքը ծառայության ընթացքում ինչքան զանգել է շատ ոգևորված, շատ այսպես դուխը տեղը, ինչպես որ իրականում ինքը կար, շատ ջերմ է խոսել, ոչ մի անհանգստացնող հարց չի եղել, ինքը շատ արագ հարմարվել է բանակային կյանքին, այդ ժամանակ փոփոխություններ եղան նաև չաստերի այսպես կարգավորումների հետ կապված, ճաշարանները իրենց մեջ փոփոխվեցին, մենք էլ ընտանիքում այսպես հանգիստ էինք, մտածելով, որ բարեկեցիկ կանցնի այդ շրջանն էլ, ավաղ շատ կարճ տևեց ու շատ վատ վերջաբանավ։ Մամայի ծննդյան օրը տանը նշեցինք, հաջորդ օրը պապան պետք է տաներ մամային նվերներ գնելու, այդպես էինք պայմանավորվել ընտանիքում, պայմանավորվածություն ունեինք, օրը կիրակի էր, ծննդից հետո կարգի էինք բերում տունը ու սպասում էինք, որ պետք է մաման ու պապան տղաների հետ գնան նվերները գնելու ու պապան դուրս էր եկել փողոց, դրսից էր լսել, եկավ ու ասեց, որ կռիվ է սկսվել, այդպես ոնց որ ես մեկը կոնկրետ ներքուս չհավատայի, չպատկերացնեի ինչ է խոսում ու միանգամից հեռուստացույցը միացրեցին ու պարզվեց, որ այն ինչ որ խոսում են, ճիշտ են ասում։ Մենք մտածում ենք, որ երևի թե հերթական կրակոցներն են, մի օր հետո, երկու օր հետո կդադարեն դրանք, բայց չէ, գնալով ցկցկվեց ու այդ ընթացքում ինչքան որ Ռազը խոսում էր մեր հետ, էլի դուխը տեղը, էլի չգիտեմ, մի հատ կոտրվածություն չկար իր մեջ։
հոկտեմբերի 7-ին է եղել։ Ինքը դեպքից հետո, երբ որ զանգեր մենք չստացանք, արդեն անհանգստացանք։ Մենք մեր միջոցներով, մաման, պապան իր ծանոթների միջոցով փորձեցին կապի դուրս գալ։ Պապան ավելի շուտ իմացել էր, որ դեպք է տեղի ունեցել։ Ինքը իր տղաներին էլ չէր ասել, մամային էլ չէր ասել, երևի իր մի քանի ընկերներին մենակ, ու մի քանի օր այդ ինքը իր մեջ էր պահել։ Հետո որ եկավ, մեզ ասեց, որ դեպք է տեղի ունեցել, մենք էլի ես, մաման ու իմ տեքոր կինը, մենք այդ ժամանակ իրար հետ էինք ապրում, մտածում էինք, որ չէ, ինքը ողջ է, չի կարա տենց բան լինի, դե մարմինն էլ ողջ չէին գտնում, մենք համ սգում էինք, համ հույսեր էինք փայփայում, շատ ծանր օրեր էին, ու միջև այդպես, որ գտան Ռազի մարմինը, ամիսներ տևեց, մեր ընտանիքի տղամարդիկ շատ ծանր օրեր են անցել, ես մինչև հիմա չեմ մոռանում, իմ ամուսինը գիշերները չէր քնում այդ ընթացքում, դիահերձարաններում է լինում, մի օր ասեցի, ինչ ես մտածում, Սեր, ասեց մտածում եմ, թե որտեղ է անկած աղբերս, ես իրանից նեղացա այդ խոսքերի համար, ասեցի հույսդ կտրել ես, չի կարելի տենց, ինչ ես վատը մտածում, կարող է ինչ որտեղ բախկված է, չգիտեմ, ամեն ինչ մտածում էի, բացի որ ինքը իրոք չկա։ Մենք շատ դժվար ընդունեցինք այդ նորությունը։ Միջև հիմա ես չեմ կարողանում ընդունել, որ այդ ճիշտ է, չգիտեմ։ Հունվարի 1-ին մարմինները դուրս էին բերել այդ տեղից, հունվարի 17-ին իր բանակ գնալու օրը հենց մարմիններից մեկի գրպանից հանել էին իր հեռախոսը ու այդ էլի զանգով պապային էին ասել։ Հետո դնթն արագ կազմակերպվեց, այսպես հաստատվեց, որ ինքն է իսկապես։ Դեպքից հետո մեր տուն եկան իր ծառայակից ընկերներից, ասեցին, որ դեպքից ոնց որ հենց նախորդ օրը, հիմա հստակ չեմ հիշում, իրենք 4 հոգանոց ջոկատով գնացել են թուրքերի սահման, բավականին երկար ճանապարհ են գնացել ու մթերքով ու զինամթերքով են հետ վերադարձել ու հետո երբ որ հետ նահանջի հրաման են իրենք ստացել, Ռազը ասել է, որ սպասեն մի քանի րոպե, որ օգնություն ցույց տան իրենց ընկերներին ու ինքը ոտքը կախ է գցել մտածելով, որ գուցե վիրավոր ընկերներ կան ու հենց վայրկյաններ անց անօթաչուն ընկել է իրենց վրա։ Ջաբրայելում է եղել դեպքը։ Պատերազմը մեր ընտանիքի համար մինչև հիմա չի ավարտվել, ամեն ինչ է կիսատ մնացել։ Միայն այն, որ մենք ֆիզիկապես շարունակում ենք պակասել, իրենից հետո պապան էլ մահացավ, ինքը շատ լուրջ հիվանդություն ձեռք բերեց այդ ընթացքում, մենք փորձեցինք անել ամեն ինչ, որ իր կյանքը փրկենք, ավաղ չհաջողվեց։ Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ հիմա ունի առողջական որոշակի ինչ-որ խնդիրներ այդ ապրումների ու հոգեվիճակի հետ կախված ու իսկապես ոչինչ էլ առաջվանը չի դառնում։ Ինքը տարբերվում էր բոլորից, տան մյուս երկու տղաներից տարբերվում էր, ինքը շատ ավելի ասող, խոսող էր, տեսակով ինքը շատ ուրիշ էր, շատ նրբանկատ էր, շատ կնամեծար էր, շատ շփվող էր։ Եթե ինքը մի քիչ իր մասին մտածեր, ասենք թեկուզ այդ հետ նահանջի հրամանը ստանալուց, չէ, չմտածեր մնալու մասին, ինքը հիմա կլիներ։